Գործող իշխանությունները այժմ մեզ փորձում են համոզել, որ Հայաստանի Հանրապետությունում կա իրական ժողովրդավարություն, սակայն Հայաստանի Հանրապետության ժողովուրդը շատ լավ գիտակցում է եւ զգում է, որ դա ընդամենը կեղծիք է։ Մեր իրականությունը այժմ այն է, որ այս իշխանության օրոք արդար դատավարությունը դարձել է ուղղակիորեն անհնարին երևույթ։ Դատարանները այլևս չեն ծառայում որպես արդարության վայր, այլ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք։ Եվ դրա կենթանի եւ վառ ապացույցն է Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի գործը, երբ մարդկանց դատապարտում են խոսքի համար, արտահայտությունները որակավորելով որպես վիրավորանք կամ զրպարտություն։ Մինչդեռ իրական հանցանքները այժմ մնում են անպատիժ։ Միառժամանակ մեր իշխանական ներկայացուցիչների կողմից բացահայտ սպառնալիքները, հայհոյանքները եւ ատելության խոսքը ազգային ժողովի ամբիոնից մնում է անպատիժ։ Սա ինչ է, եթե ոչ երկակի ստանդարտներ։ Այսօր իրավիճակը առավել քան ծայրահեղ է, քանի որ այսօր Նարեկ Սամսոնյանի 8-րդ օրն է հացադուլի։ Այսինքն մարդը ստիպված է դիմել նման քայլի իր իրավունքները վերականգնելու համար։ Սա ծայրահեղ քայլ է իր առողջության եւ իրավունքների վերականգնման համար։ Աջակցում եմ Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին։